Սամվել Կարապետյանի գործով իրավունք, օրենք ընդհանրապես չի գործում։ Իրավապահների թիրախում են հայտնվել լեզվաբանները, որ փորձագիտական կարծիք են հայտնել Սամվել Կարապետյանի գործով։ Ըստ պաշտպանական խմբին նրանց քննչական են կանչել, իսկ 3 խուզարկել են լեզվաբաններից Վանո Եղիազարյանի տունը, առգրավել նրա հեռախոսը։ Եվ դա հենց ճնշման մեթոդ է, որ այն մարդիկ, ովքեր ի օգուտ այս գործի կգան կխոսեն, թող համոզված լինեն, որ իրենց բնակարանները խուզարկվելու են։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Փաստաբաններից Ռուբեն Հակոբյանն է ամիսներ առաջ դիմել մասնագետներին, որ փորձագիտական եզրակացություն տան։ Արդյոք եկեղեցու պաշտպանության մասին Սամվել Կարապետյանի խոսքերում իշխանությունը զավթելու կոչ կա։ Մասնագետները եզրակացրել են, որ չկա։ Փորձագետի տունը խուզարկելը եւս մի հավելյալ ապացույցի տեսակ է, մի հավելյալ կերպ է ապացուցվում, որ այդ մարդիկ շահագրգռված են միայն շինցու եւ մեղադրական բնույթի ապացույցներ հավաքելով եւ Պաշտպանական խումբը եզրակացությունները 5 ամիս առաջ ներկայացրել է քննող մեղադրող կողմերին ու դատարանին, բայց որևէ ազդեցություն չեն ունեցել։ Պաշտպաններից նախկին դատավոր Արշակ Վարդանյանը զարմացած է, որ դատարանը փորձագետի բնակարանը խուզարկելու որոշում է կայացրել։ 5-րդ ամսվա ընթացքում բնակարանի խուզարկություն ու վարկածը հետևյալն է, որ այ փաստաբանական հարցմամբ ձեզ դիմաց Ռուբեն Հակոբյանին մյուս 2 փորձագետների տվյալները դուք եք տվել, հարգելի փորձագետ, բացի այդ կանխորոշել եք այն մյուս հայտնի լեզվաբանների տված փորձագիտական կարծիքները։ Ինչու են քննիչները փորձագետներին հասել, ինչ են փնտրել լեզվաբանի տանը։ Քննչական կոմիտեից հրաժարվեցին մանրամասնել, միայն նշեցին, որ քրեական վարույթի շրջանակում անհրաժեշտ քննչական գործողություններ են կատարել։ Լեզվաբանի հետ այսօր կապ հաստատել չհաջողվեց։ Նրա հեռախոսը ըստ փաստաբանի քննչականում է։ Ինչ ասենք, եթե այս վիճակն է 53 անդամից բաղկացած քննչական խումբը գործողություններ չունի անելու կոնկրետ արդեն փորձագետների բնակարաններն է խուզարկում, ստեղ առանձնապես արդարություն, արդարադատություն, օբյեկտիվություն ակնկալելը կարծում եմ շատ դժվար է։ Մինչև խուզարկությունը նրանց հարցաքննել են։ Նրանք էլ պատմել են, թե փաստաբան Ռուբեն Հակոբյանն է իրենց դիմել, ինչպես ուրիշ այլ գործերով են դիմում փորձագետներին, բայց քննիչները չեն բավարարվել ու անցել են գործողությունների։ Սա ազդակ է բոլոր նրանց, որ կհամարձակվեն մի բան անելու, ասել, որ Սամվել Կարապետյանի դեմ չէ։ Սա հաստատում է նաև քննչական խմբի խոստովանությունը, որ նրանք հակված են քննել միայն նրանց, որ Կարապետյանի դեմ ցուցմունք կտան, պնդում են պաշտպանները։ Մերժվում են բոլոր միջնորդությունները, պատասխանը հետևյալն է. ես եմ քննիչը, ես եմ որոշում, թե տվյալ անձին երբ քննեմ, իսկ դատական նիստերի ընթացքում քննիչի դիրքորոշումը, չգիտեմ, տրամաբանության շրջանակներում չի տեղավորվում, որ ասում է դե որ այս մարդուն հարցաքննեմ, ասում է հիմնավոր կասկածը հերքող փաստական տվյալները հայտնելու, ես էլ ուրեմն իրան հարցաքննեմ։ Այն հարցադրմանը, որ օրինակ բա այս մարդուն ինչի չեք հարցաքննել, այն մարդուն ինչի չեք հարցաքննել, մեզ տրվող պատասխանը շատ ուղիղ է ու դիպուկ։ Չենք հարցաքննել, որովհետև մտավախություն ունենք, որ այդ մարդը հնարավոր է ի օգուտ ձեզ է ցուցմունք տալու։ Մենք ինչի անունները կտամ հենց հիմա այդ հայտարարությունն արել է հենց քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանը։ Տաշիր գրուպի սեփականատերը ազգային անվտանգության ծառայության նկուղում է Հայ առաքելական եկեղեցին Փաշինյանի արշավից պաշտպանելուց հետո։ Նրա մեկնաբանությունից ժամեր անց Նիկոլ Փաշինյանը հրապարակային սպառնաց ընդմիշտ պասիվացնել հոգևորականների բարեգործներին։ Այս խոսքերից ժամեր անց ոստիկանները Կարապետյանի տունը շղթայեցին, նրան կալանավորեցին, հետո էլ ավելացրին փողերի լվացման մեղադրանքը։ Արկա է քաղաքական հետապնդում, արկա է քաղաքական բրեժխնդրություն, արկա է փաստացի Հայաստանի Հանրապետությունում քաղաքական պատանդի կարգավիճակ ունեցող Սամվել Կարապետյան։ Կարապետյանը ԱԱՑ մեկուսարանում է խիստ ռեժիմով, տեսակցությունները սահմանափակված են, անգամ կալանքը գրավով տնային կալանքի փոխելու միջնորդությունն է դատարանը մերժել։ Պաշտպանները պնդում են գործարարը ազատությունից զրկվել է Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Քննչական կոմիտեի ղեկավարը շաբաթներ առաջ հերքել էր, թե վարչապետի ցուցումով է գործել։ Բարերարներին պասիվացնելու մասին Փաշինյանի հրապարակային սպառնալիքն էլ Արթուր Պողոսյանը ուղղորդում չէր համարել։ Դա որևիցե կերպ միջամտություն համարել
չի անհնար է։ Forbes-ի ցանկով միլիարդատերը, որ մինչև կալանավորվելը հրապարակային չէր խոսել իր քաղաքական հավակնությունների մասին, բանտից հայտարարեց քաղաքականություն մտնելու ու Փաշինյանին իշխանությունից հեռացնելու իր նպատակների մասին։ Հիմնել է մեր ձևով շարժումը, հունվարից կուսակցություն կստեղծեն ու կմասնակցեն 2026-ի համապետական ընտրություններին։ Կարապետյանի եղբոր որդին չէր բացառել, որ իշխանությունը կալանքը երկարաձգում է գործարարին ընտրությունների փուլում մեկուսացնելու նպատակով։